Արիոր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցը Հանրապետություն կուսակցության քաղաքորդի անդամ Անահիտ Ադամյանը, բարև ձեզ։ Բարև։ Տիկին Ադամյան, երեք այսօր դեռևս Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը Երևանում արվեցին մի շարք հայտարարություններ, ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր ստորագրվեցին եւ այս ամենը բավական իրարամերժ գնահատականների արժանացավ, ինչի, որովհետեւ բնականաբար իշխանության կողմնակիցներն ու հենց իշխանությունները գերագնահատում են այն ինչ որ տեղի է ունեցել, ընդդիմությունը կամ ընդդիմության գոնե մի հատվածը փորձում է հնարավորինս թերագնահատել տեղի ունեցածը, պնդելով, որ այս կետերով Հայաստանը վերածվում է Միացյալ Նահանգների ոչ միայն վասալին, այլև գործիքին, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ընդհանուր մինչև Չինաստանի դեմ։ Հիմա ինչի մասին է Չինաստան։ Հա, ինչի մասն է չինացիները իրենք շատ են տենց միասին մտածել, չգիտեն, հետեւաբար իրենք շահերը չեն հասկանում։ Բայց լավ, դրան էլ կհասնենք, ինչի մասին է այս այցը։ Ձեր մասին էր, իմ մասին էր, մեզնից յուրաքանչյուրի մասին էր։ Գիտեք, մենք շատ ենք բևեռացվել եւ դա որևէ մեկի համար գաղտնիք չի, որովհետեւ մինչեւ հունիս մնացել է ընդամենը 4 ամիս։ Գուցե ավելի քիչ, գուցե մի քանի օր ավելի շատ։ J.D. Vance-ի այցը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին էր։ Ով ինչ գնահատական ուզում է տալ։ Ով ում վասալը ուզում է դառնալ։ Դա քննարկումից դուրս է։ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման մասին էր։ Այն հնարավորությունների մասին էր, որ մենք ունեցել ենք շատ վաղուց, Ալեն Սիմոնյանը այսօր դա ճիշտ էր արձանագրում ազգային ժողովում, որի մասին Հանրապետություն կուսակցությունը, անձամբ Արամ Սարգսյանը, ես էլ ձեզ հետ էլ հարցազրույցներում անընդհատ խոսել ենք կիսահաղորդիչների արհեստական բանականության, ԱԵԿ-ի, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանը տարածաշրջանում հենման կետ դարձնելու։ Եվ սա քվինտեսենցիան էր Վենսի այցի։ Ինչ էս այցը մեզ կարող է տալ։ Ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր թերագնահատում են, իսկ ինչ ասեն։ Եկեք հիշենք, հա, Բելարուսի նախագահը ինչ էր ասում. «Կուդա вы денетесь из подводной лодки»։ Այ есть կուդա։ Հիմա ինչ։ Հարգարժան ընդդիմությանը ես ուզում եմ դիմել խնդրանքով, հորդորով։ Ոչ թե փորձեք ասել, որ այն Վենսի դրոնները չեն կրակելու։ Այն միլիոնները, որ Վենսը բերում է, սխալ է թարգմանված, կամ չգիտեմ, այդ աշխատատեղերը երբևէ չեն ստեղծվելու։ Ձեր հնարավորությունները օգտագործեք, ձեր շանսերը օգտագործեք։ Դիմեք ձեր իրական տերերին, թող մի բան էլ իրենք անեն։ Եթե չեն անում, չեն կարողանում անել, հարգելիներս, ինչու եք վայրահաչում։ Հիմա լավ, այդ բնորոշումից դուրս կգամ, չնայած բնորոշումից դուրս գամ, ես բայց իրականում գիտեմ, ովքեր են տերերը։ Բնորոշումից դուրս գամ, բայց իրականում եկեք հասկանանք։ Ինչու։ Ինչու մի լավ բան էլ իրենք չեն անում, որպեսզի հետո էլ գլուխ կովեն։ Կա չէ, այդ գլուխ կովելու այնուամենայնիվ միայն պոպուլիզմով չես հաղթի։ Միայն պոպուլիզմով ժողովուրդ չես խաբի։ Պետք է նաև գլուխ կովել, խոստում տալ։ Դե արեք։ Դե հիմա տեսեք, թրիփի մասին խոսենք եւ խոսենք նաեւ այն մտքի մասին, որը քիչ առաջ դուք արտահայտեցիք, դուք ասում եք, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա տարածաշրջանում իր հենման կետը։ Դա Վենսն ասաց, ես չեմ ասում։ Հիմա հենման կետ այդ գաղափարի հետ, եթե ասենք հիմա Վենսը գնում է, օրինակ այսօր արդեն մեկնեց Բաքու, հա։ Եթե այնտեղ էլ պարզվի, որ անօթաչու թռչող սարքերի մի գործարքել այնտեղ կա, եթե պարզվի միջայլոց այնտեղ բավական մեծ պատվիրակություն կա, Դերական կազմակերպությունների, այո։ Հա, Coca-Cola Bottlers-ով սկսած, ես իմ ովքերով ավարտած, այդ ժամանակ ինչ ենք ասելու։ Իսկ ինչ պիտի ասենք։
Գիտեք, մենք ավանդաբար բոլոր, սա միայն Վենսին չի վերաբերում, մենք ավանդաբար բոլոր պաշտոնյաներին, որոնք եկել են Հայաստան, հետո գնացել են Բաքու, շատ խանդով ենք վերաբերվել։ Ու հետևել ենք այնտեղ ինչ ասեցին, արդյոք ավելին չտվեցին Ադրբեջանին, քան խոստացել են մեզ եւ այլն։ Եկեք դուրս գանք այդ մտայնությունից։ Խնդիրը ինչ է տարածաշրջանում խաղաղությունն է, չէ՞։ Խնդիրը ինչ է, որ տարածաշրջանում հաղորդակցողինները բացվեն, չէ՞։ Լուծվում է այդ հարցը։ Լուծվում է։ Համենայն դեպս բոլոր հիմքերը կան լուծելու։ Բնական է, որ եթե Վենսը գնում է Բաքու, Բաքվին էլ ինչ-որ խոստումներ կամ ինչ-որ ռեալ քայլեր Բաքվում էլ պետք է արվեն ու պիտի տրվի։ Դե հիմա եթե Վենսը գնա ու այնտեղ դրոններից շատ ավելի լուրջ զենքեր տա, եկեք Վենսին ու Ամերիկայի Միացյալ Նահանգներին չմեղադրենք։ Եկեք հասկանանք, ինչու Բաքուն այդ զենքը կարող է ստանալ, հայերս չենք կարող ստանալ սառեցված լինելով հապկում։ Սա մեկ, եւ երկրորդը, ինչ վերաբերում է ռեական կազմակերպություններին, այո, շատ լուրջ պատվիրակությունն է եւ այդ այցը կարող է իսկապես շատ լուրջ ազդեցություն ունենալ նաեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա։ Իսկ մենք ինչ ենք մտածում Իսրայելի մասին։ Իսրայելը դեպի Հայաստան, Հայաստանի անկախացումից հետո տասնյակ քայլեր է արել։ Մենք միշտ ասել ենք ոչ կներեք Իրանը մեզ համար շատ ավելի կարևոր է, քան կարող է կարևոր լինել Իսրայելը։ Մենք տասնամյակներով սխալվել ենք եւ վերջառաջ այդ սխալը պետք է ընդունենք, որովհետեւ ամենայն դեպս Տեհրանը երբևէ չի մտածել ինչ կանի Երևանը, ինչ կասի Երևանը իմ ձեռնարկած քայլերի մասին։ Ոչ մի խնդիր չունեմ։ Այդ քայլերը բխել են Իրանի շահերից։ Արձանագրենք դա, բայց նաև արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը առանց որևէ երկրի նայելու պետք է անի հենց այն քայլերը, որոնք բխում են իր շահերից։ Իսկ իր շահերից այս պահին բխում են Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացումը, որովհետև մենք դե ֆակտո Իսրայելի բոլոր առաջարկները, թե ռազմական համագործակցության, թե տնտեսական համագործակցության, ինչու ոչ նաև մշակութային համագործակցության, իսկապես այս ժամանակի մեջ ոչ միայն մինչև 2018 թվականից հետո, այլ նաև մինչև 2018 թվականը մենք անդադ մերժել ենք։ Ինչու՞։ Դե պատճառաբանությունն այն էր, որ եթե ասենք խոսքը վերաբերում է ռազմական գործակցությանը, մենք ունենք դաշնակից, որից մենք հնարավորինս էժան ձեռք ենք բերում այն ռազմամթերքը եւ Իսրայելի թանկանոթաչուները մեզ պետք չէ։ Հա, եւ ճիշտ էր այդ պատճառաբանությունը։ Բնականաբար ոչ, 16 թվականի քարորիա պատերազմից հետո պարզ դարձավ, որ դա այդպես չի, բայց այն ժամանակ մենք ունեինք գլխավոր շտաբի պետ, որին մենք ասում ենք, մենք լրագրողներ երբ հարց էինք տալիս, ասում ենք անօթաչուներ, ասում էր հերիք է ձեր այդ խաղալիքներով մեզ վախացնում։ Այո։ Հիմա պարոն Սարդարյան ջան, դուք ինքներդ չեք արձանագրում են ինչ որ ես ասում եմ։ Փոխվել է, աշխարհը փոխվել է։ Աշխարհը 6-րդ սերնդի պատերազմների մեջ է դե ֆակտո հիմա։ Մենք փորձում ենք դեռ մնալ սովետական խրամատներում, դա ճիշտ է։ Գլխավոր շտաբի բոլոր պետերին է ուղղված հարցը, դա ճիշտ է։ Մենք ուզում ենք ինչ անել, պատրաստվել նախորդ պատերազմներին, մենք ուզում ենք պատրաստվել խաղաղության։ Իսկ եթե դու ուզում ես պատրաստվել խաղաղության, դու պետք է պատրաստ լինես պատերազմի։ Այս սկզբունքը բոլոր ժամանակներում ու բոլոր երկրների համար է գործել։ Սա Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունը չէ, որ բխում է իր տարածքից կամ հարևանների հետ ունեցած իր հարաբերություններից, սա պարզապես աքսիոմա է։ Ու եկեք ֆիքսենք այդ աքսիոման եւ բարելավենք մեր հարաբերությունները այն երկրների հետ, որոնց առաջ համարել ենք, եթե ոչ ճշնամի, գոնե որ ոչ բարեկամ։ Ես ուզում եմ նաև արձանագրել այն փաստը, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունների այս չկայացածությունը Իսրայելին դարձրեց Ադրբեջանի ջերմագույն դաշնակիցը, բարեկամը առ այսօր Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին։ Բայց փաստ չի, որ եթե մենք հարաբերությունները վերականգնենք, եթե մենք հանդես գանք որոշակի առաջարկություններով, Իսրայելը մեզ զենք չի վաճառի։ Եկեք դա էլ արձանագրենք։ Եվ վերջապես Հայաստանի Հանրապետությունը պետք է Աբրահամյան համաձայնագրերին միանալու քայլ անի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կարևոր կարող է գործոն լինել հայ-իսրայելյան հարաբերությունները կարգավորելու, հայ-իսրայելյան հարաբերությունները զարգացնելու համար, որովհետև այստեղ էլ կա շահերի համընկնում։ Վերադառնանք բայց թրիփին, եթե դեմ չեք։ Հիմա տեսեք, այսպես նախանձելի պարբերականությամբ կան մարդկանց մի խումբ, որոնց ես, եթե թույլ տաք, պայմանական կկոչեմ Սթենֆորդի PhD, հա,
որոնք ասում են ընդ որում Ես թույլ կտամ, բայց իրենք կարող են առարկել։ Հա, դա իրենց խնդիրն է։ Հիմա տեսեք, Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից հետո TRIP-ի, երբ ստորագրվեցին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը փաստաթուղթը, այդ պահից սկսած ասում են սա վասալային փաստաթուղթ է, որովհետև հակառակ դեպքում չէր լինի 74-26% հարաբերակցության խնդիր այլ կլիներ, ասենք 51-49, ընդ որում 51%-ը TRIP-ի բաժնեմասերի պետք է պատկաներ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ հետեւաբար այսօր էլ ես հետևում էի պարոն Խաչիկյանի հերավար ներողություն հարցազրույցներից մեկի, ինքը բերեց Սուեզի ջրանցքի օրինակը, Պանամայի ջրանցքի օրինակը, ասեց, որ ահա այս կերպ սկսվում է գաղութացումը, այսինքն սկզբում կվերցնեն սա, հետո կանցնեն Սյունիքին, հետո կանցնեն մնացած տարածքներին եւ Հայաստանից ըստ էության ոչինչ չի մնաց, բայց լաթեր կմնան կամ դա էլ չի մնա։ Հաստիկային կասանդրաների խավ կա Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված։ Պարզապես հաստիկային կասանդրաների։ Դուք գիտեք Բաքուջեյանում որքան էր Ադրբեջանի բաժնեմասը։ 10%, 10%։ Համատեք 26-ի հետ։ Չոքնեց, որ Ադրբեջանը համենայն դեպս այնպիսի բարգավաճման հասնի, որ 2020-ին մեզ հաղթի։ Իրեք ես չեմ ուզում անդրադառնալ թվերին, տոկոսներին, 26, 74 եւ այլ եւ այլ եւ այլն։ Ժամանակին Հայաստանի Հանրապետության տարածքում գործում էր երկաթուղի։ Քանի երկաթուղային կայարան մենք հիմա ունենք։ Գործող 4 թե 5 գործող կայարաններով, որը կարող է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը ծածկել։ Այդ կարգի։ Ինչու ենք մենք անդադ գումարներ ներդրում, բազում եւ անդադ ճանապարհներ վերականգնում բեռնափոխադրումների համար, եթե մենք կարող էինք եւ պետք է ունենայինք երկաթուղի։ Հարց չի։ Կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղին, ես դեռ TRIP-ը դնում եմ մի կողմ, կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղին, կոնցեսիոն կառավարման, ես կրկնում եմ հայկական երկաթուղին, որը կոնցեսիոն կառավարման է հանձնվել Ռուսաստանին, բայց մնում է հայկական երկաթուղի։ Այդ հայկական երկաթուղին, այդ պայմանագրով ստացել է այն ամեն ինչը, ինչ որ պիտի ստանար։ Ոչ։ Որևէ արձագանք դրան կա կամ պիտի լինի։ Չէ, եթե արձագանք են պիտի լինի, որ ասենք դե հիմա գիտեք, այսպեսի խնդիր է առաջացել, մի քանի կարճլիկ հատվածներ կա Ախուրիկով, չգիտեմ, այնտեղ Գյումրիով, էսովենով եկեք վերականգնեք էլի ձեր գործն, եկեք արեք էլի ինչ կլինի։ Մենք այդ վերաբերմունքը պիտի դրսևորենք, թե մենք պետք է ասենք, գիտեք, եթե դուք ձեր պարտավորությունները իդեպ 2008-ից հետո, որտեղ դա Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման վերջին օրերին նվիրեց Ռուսաստանին, վերջին նվերն էր։ 2008-ից հետո առ այսօր ձեր պարտավորությունները չեք կատարել։ Արձանագրենք, որ մենք ունենք այս պայմանագիրը խզելու կամ վերանայելու բոլոր հիմքերը, եւ այստեղ միջազգային որևէ արբիտրաժ մեզ որևէ հակա մեղադրանք չի կարող ներկայացնել, դուք պայմանագիրը չեք կատարում, իսկ մենք ունենք խնդիր հիմա երկաթուղու։ Ինչու չենք անում։ Ես ասեմ, ինչու ենք հիմք տալիս զանազան վերջուկներին, զանազան գալուզիններին, բարբերաբար մեզ հիշեցնելու ձեր երկաթուղին մերն է։ Այ հիմա իդեպ գալուզինից փոխարտգործնախարար Ռուսաստանի մեջբերում անեմ։ Տեսեք, ասում է տարածաշրջանում իզվեստիային էր տվել հարցազրույց, տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղային գիծը։ Մեր սահմանապահները տեղակայված են իրանահայկական սահմանին։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի։ Այստեղ խոսքը վերաբերում է TRIP-ին։ Ես կարծում եմ, որ պարոն Գալուզինը, պարոն Վերչուկը, պարոն Պեսկովը, ինչու ոչ նաև ինքը Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ուշացել են, խորապես սխալվում են։ Երկաթուղին եղել եւ մնում է հայկական։
եւ կոնցենսիոն կառավարման ինչպես հանձնվել է, այնպես էլ կարող է պայմանագիրը վերանայվել։ Դա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է ռուս սահմանապահներին, գիտեք, խորապես շնորհակալ ենք բոլոր ռուս սահմանապահներին, բայց վաղուց ժամանակն է, որ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանը վերահսկեն հայ սահմանապահները։ Մենք այո կարող ենք նրանց նվագախմբով ճանապարհել, ինչպես ճանապարհեցինք Զվարթնոցից։ Եվ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից է բխում, եւ դա պետք է արվի հնարավորինս արագ։ Սրանք քայլեր են, որոնք արագացնելու են ձեր իսկ հիշատակած տրիպը։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, դուք ԵԱՏՄ-ն էլ հիշատակեցիք, Ես չեմ հիշատակել։ Մեջ բերեցիք հարգարժան պարոն Գալուզինի խոսքը։ Ինչքան կարելի է մեզ ԵԱՏՄ-ով սպառնալ։ Ինչքան։ Հիշելով այն հանգամանքը, թե մենք ինչպես հայտնվեցինք ԵԱՏՄ-ում։ ԵԱՏՄ-ն չի կարող սպառնալիք դառնալ, ԵԱՏՄ-ն չի կարող արգելք դառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը։ Եթե կուզեք իմանալ գործող իշխանության գլխավոր սխալը, թերևս դարակազմիկ սխալը 2018-ին իշխանության գալուց հետո այն էր, որ հայտարարվեց տնտեսական հեղափոխություն, բայց այդ տնտեսական հեղափոխությունը ընդհանրապես վերածվեց ճանապարհաշինության, դպրոցաշինության, մանկապարտեզաշինության, որը շատ կարևոր է, շատ անհրաժեշտ է, որևէ մեկը այդտեղ որևէ առարկություն ունենալ չի կարող։ Եթե Ես 1-2-ին գիտեմ։ Եթե առարկել հավատացած եղեք, որ սխալվում է, բայց միայն դա շատ քիչ է։ Հայաստանի Հանրապետությանը պետք է ռեալ սեկտոր տնտեսության։ Այդ ռեալ սեկտոր արդյունաբերությունն է, ապրանք, մրցունակ ապրանք արտահանող արտադրությունը, այս կիսահաղորդիչները, այս արհեստական բանականությունը, հանքահումքային ռեսուրսների օգտագործումը, որի մասին հանրապետությունն այնքան է խոսել, որ արդեն չգիտեմ, նույնիսկ ամաչում ենք շատ հաճախ անդադ կրկնելու այդ պահանջները, բայց միևնույն է կրկնելու ենք այնքան, մենք արդեն իսկ տեսանք Վենսի հայտարարությունների մեջ մեր այդ բոլոր ասածների համախումբը։ Մենք դա տեսանք եւ դա մեզ իսկապես շատ ուրախացրեց։ Թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ հիմա մենք այսպես փորձում ենք, չգիտեմ, երեսով տալ թե ինչ անել, մենք դա ասել ենք բազում անգամներ ու պնդում ենք ու կրկնում ենք, որովհետեւ Հայաստանի իրական զարգացումը դա է, որովհետեւ աշխատատեղերի ստեղծումը այդ դա պիտի բերի, որովհետեւ միայն աշխատատեղերի ստեղծումը ֆիկցիա է, եթե այդ աշխատատեղերը բարձր աշխատավարձով չեն։ Դեք մենք չենք կարող այլևս այսպես 1, 2, 3, 4 թեթևակի քայլերով ինչով գնալ դեպի զարգացում։ Մենք չափից դուրս երկար ժամանակ ենք կորցրել։ Հիմա մեզ հնարավորություն, զարգացման հնարավորություն պետք է թռիչքաձև։ Իսկ այդ թռիչքաձև զարգացման հնարավորություն տալիս են ներդրումները եւ նոր տեխնոլոգիաները։ Եվ եթե կուզենաք Վենսի այցի ինձ համար գոնե որ գլխավոր արդյունքը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը դրվեցին նույն հարթությունների վրա, այդ պարտված հաղթած դիլեման դուրս եկավ եւ ոչ միայն դրվեցին նույն հարթության վրա, այլև շեշտվեց Հայաստանի Հանրապետության հենման կետ լինելը։ Ինչու է Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հենման կետ, որովհետեւ մենք ժողովրդավար երկիր ենք, իսկապես, որովհետեւ մենք այն երկիրն ենք, որը գնում է դեպի զարգացում, որտեղ կոռուպցիան համենայն դեպս համակարգային կոռուպցիա չկա։ Եվ վերջապես, որովհետև ժողովուրդը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հիշենք 2024-ին գնաց ու ստորագրեց Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու համար։ Այսինքն այդ հիմքերը ներքևից են գալիս, տակից են գալիս, ներսից են գալիս, խորքից են գալիս, դա ժողովրդի կամքն է։ Բնականաբար սա չի նշանակում, որ բոլորը այդպես համաձայն են, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանա, Հայաստանի Հանրապետությունը օգտագործի արևմտյան բոլոր հնարավորությունները։ Սա միանշանակ է, որովհետև մենք այնուամենայնիվ գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ, իսկ այդ հիբրիդային պատերազմի նպատակը Պարոն Սարդարյան, կարծում եմ ոչ ձեզ համար, ոչ որևէ մեկի համար ես այդտեղ գաղտնիք չեմ բացահայտում։ Ցանկացած հիբրիդային պատերազմի նպատակ ոչ նյութական ռեսուրսներով հասնելն է, ինչին առաջ հասել են պատերազմով։ Հայաստանի Հանրապետության դեմ որևէ երկիր հիմա պատերազմ չի մղելու։
Այն մենք անընդհատ էինք ասում ժողովուրդ պատերազմ չի լինելու, մի վախեցեք, մի տրվեք այս տագնապներին։ Ամեն առավոտ տարբեր այսպես կասանդրաներից հնչող երեկոյան պատերազմ է, վաղը չեմ մյուս օրը Սյունիքը վերցրեցին, մի 5 օր հետո մտնելու են Երևան։ Ռուսաստանը գնաց, մենք դառնալու ենք թուրքական վիրահետ։ Սա է հիբրիդային պատերազմը։ Հիբրիդային պատերազմը այն է, որ անդադ փորձում են քո ենթագիտակցության վրա ազդել, որտեղ քո գիտակցությունը դիմադրում է, փորձում են քո բնազդների, քո ենթագիտակցության, քո ինքնապահպանության վրա ազդել։ Չի կարելի։ Պետք չի սեփական երկրի ու սեփական ժողովրդի դեմ պայքարել հանուն ինչ որ օրընթաց իշխանության, հանուն սեփական, այսպես ասած, ունեցվածքի պահպանության։ Գիտեք, պոպուլիզմը, դիլետանտիզմը, այդ ամեն ինչը, սոփեստությունը, այդ ամեն ինչը վաղուց հնարված Հուլիոս Կեսարի ժամանակներից գործող քաղտեխնոլոգիաներ են, բայց որևէ մեկին երկարաժամկետ հաջողություն չեն բերել։ Իսկ մեզ հիմա պետք է երկարաժամկետ հաջողություն։ Մենք ստանում ենք խաղաղության հնարավորությունը, այդ խաղաղության հնարավորությունը մենք պետք է զարգացմանը տնտեսական զարգացմանը, տնտեսական անվտանգության ապահովմանը ծառայեցնենք։ Եվ այդ պարագայում արդեն որևէ երկիր մեզ հետ չի գա ու անկլավներից չի խոսի, որևէ երկիր մեզ հետ չի գա ու տարածքներից ու եսի ինչից չի խոսի։ Եվ այս ամեն ինչի համար մենք իսկապես պետք է շնորհակալ լինենք այն երկրներին, որոնց հետ ունենք շահերի համընկնում, որոնք սիրում են, կարողանում են աշխատել, որոնք աշխատանքը կարողանում են դարձնել փոխշահավետ։ Այ ինչ ասեմ, ես մի քանի տարի անդադ ասում էի, մեր արտաքին քաղաքականության գլխավոր խնդրեմը այն է, որ ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ոչ Եվրամիության առաջատար երկրների հետ մենք չունենք փոխշահավետ օրակարգ։ Չունենք փոխշահավետ օրակարգ, մենք գնում ենք անդադ ինչ որ բան ակնկալում ենք, մենք առաջարկելու ոչինչ նրանց չունենք։ Փոխվել է իրավիճակը, հայտնվել է այդ փոխշահավետ օրակարգը։ Եվ հիմա այդ փոխշահավետ օրակարգը իրականացնելու համար ամենագլխավորը ժամանակ չկորցնելն է։ Վենսը ինքն էլ ասաց այդ մասին, ժամանակ չկորցնելը։ Հիմա ժամանակ չկորցնելու հետ կապված մենք խնդիր ունենք ատոմային էներգետիկայի հետ, այն իմաստով, որ Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել մինչև 36 թվականը եւ մասնագետներից շատերը պնդում են, որ մենք արդեն սկսել ենք ուշանալ։ Հիմա այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի Հանրապետությունը կամ իշխանությունները արդեն որոշում են կայացնել, որ այստեղ պիտի լինի ամերիկյան մոդուլային ատոմակայան։ Միաժամանակ էլի, եթե թույլ տաք պարոն Գալուզինին, մեջ բերեմ էլի նույն հարցազրույցից մի հատված։ Ռուսաստանը պատրաստ է հնարավորին շուտ սկսել նախագծի իրականացումը, խոսքը վերաբերում է նոր ատոմակայանի կառուցվածքը, բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Նախագծին իրական այլընտրանքներ չկան, հաշվի առնելով ապացուցված տեխնոլոգիաների հուսալիությունը եւ գրավիչ ֆինանսական պայմանները։ Ես ենթադրում եմ, որ առաջիկայում սա կդառնա բավական բուռն քննարկումների առարկա, հատկապես որ այդ թարգմանական խնդիրը եթե վերացնում ենք, ստացվում է ինչ, որ Վենսը հայտարարեց, որ Հայաստանին համար կկազմակերպվի մոտ 5 միլիարդ ամերիկյան դոլարի արտահանում, այսինքն Հայաստանը կարող է 5 միլիարդ դոլարի առևտուր անել Միացյալ Նահանգների, ինչից հետո երկարաժամկետ կտրվածքով Միացյալ Նահանգները եւս 4 միլիարդ դոլարի չափով ներդրում կանի արդեն միգուցե հենց այդ առևտրի հետ կապված, այսինքն ենթադրություն կա, որ հենց ատոմակայանի մասն էր խոսքը։ Ռուսները ասում են մենք ավելի լավ պայմաններով են գալի, ավելի էժան, ապացուցված։ Հիմա ինչ են անել։ Գիտեք, հարցը ունի տեխնիկական, մասնագիտական հարցություն եւ հարցը ունի քաղաքական հարցություն։ Մասնագիտականից անցանք։ Մասնագիտականից անցանք, ես այդտեղ բնականաբար չեմ կարող, այո, մանրամասների մեջ մտնել եւ ինձ իրավունք էլ չեմ վերապահում, բայց հարցը ունի շատ կարևոր քաղաքական նշանակություն։ Դուք ունեք էներգետիկ անվտանգության խնդիր։ Ձեր անվտանգային, ձեր երկրի անվտանգային բոլոր բաղադրիչները դուք դրել եք Ռուսաստանի ոտքերի տակ, բոլոր, ընդերքը, էներգետիկան, գազը, ռազմականը, ու ինչ ստացաք, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Արցախի ընդգրկումով, մենք ուզում ենք Հայաստանի հայաթափում, մենք ուզում ենք Հայաստանում Բացկայի պես նախագահ, որը երբեք չի վերընտրվում, բայց միշտ հավերժական նշանակվում է նախագահ։ Ուզում ենք։ Եթե դու ունես էներգետիկ անվտանգության խնդիր, եթե դու իբրեպետություն ուզում ես ունենալ ինքնիշխանություն,
Եթե դու ուզում ես, որ քո քաղաքականության վրա ազդեցության լծակներ որևէ երկիր, որ երկիրն ուզում է լինի, որևէ երկիր չունենա, որևէ երկիր չասի, այս պահին ուզում եմ անջատում եմ, չեմ ուզում չեմ անջատում, ուզում եմ վթար է լինում, չեմ ուզում վթար չի լինում, մերժում ես Ռուսաստանի առաջարկը, պարզապես մերժում ես Ռուսաստանի առաջարկը, շատ շնորհակալ լինելով մեծամորի համար, իսկապես շնորհակալ լինելով մեծամորի համար, Ռոսատոմի հետ համագործակցությունը շարունակում ես միայն 2036 թվականը մեծամորի առումով։ Իդեպ, եթե նույնիսկ Ռոսատոմը դրանից հրաժարվի, ամենայն դեպս Ռուսաստանի կառուցած ուկրաինական այեկները շատ հանգիստ անցան ամերիկյան հումքին էլ ամերիկյան սպասարկմանն էլ, այսինքն մենք նախադեպը ունենք մեր այեկը, եթե ռուսները խռովեն, պարոն Գալուզինը անհրաժեշտ համարի սպառնալ հերթական անգամ, որ այդ պարագայում մեծամորը կկանգնի, մենք կարողանանք մեծամորի աշխատանքը շարունակել։ Սա մեծամորի մասով։ Երկրորդ այեկի մասով, եթե դու գնում ես միանում ես 123 համաձայնագրին, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Այստեղ չկան վասալային հարաբերություններ, այստեղ կա էներգետիկ անվտանգության խնդիր, կա լոգիստիկ անվտանգության խնդիր, այստեղ կա ընդհանրապես այն պատմական դիվերսիֆիկացիան, որի մասին մենք անverջ խոսում ենք, որը շատ ենք սիրում, չգիտեք իսկապես սիրում ենք այդ դիվերսիֆիկացումը, բայց չգիտես ինչու է դիվերսիֆիկացումը պատկերացնում ենք, որ ասենք մեր ապրանքները գնում են ոչ թե Մոսկվա, այլ Պեմզա։ Դա է մեր պատկերացրած դիվերսիֆիկացումը։ Եթե դա է, պետք չէ դիվերսիֆիկացիան մեզ։ Միանշանակ հայկական երկրորդ այեկը չի կարող կառուցել Ռուսաստանը։ Ասեմ նաև մեկ այլ պատճառ։ Դուք հաստատ կհիշեք, ինչպես Էրդողանը եւ Պուտինը գնացին են Ակկույի կոճակը սեղմեցին։ Ու Ակկույուն ինչու մինչև հիմա չի աշխատում։ Որտեվ Ռուսաստանը այո, բոլոր տեխնոլոգիաները ունի, բայց Ռուսաստանը չգիտես ինչու չի կարողանում ատոմակայան կառուցել, ավարտին հասցնել։ Ռուսաստանը այո, բոլոր ֆինանսները ունի, բայց ֆինանսները ոնց որ գնում են ռուս-ուկրաինական պատերազմ ու սեփական ժողովուրդն է արդեն փողոցներ դուրս գալիս։ Ռուսաստանը այո, բոլոր լծակները ունի, գիտեք, մասնագետներ ունի, սպասարկումն է ապահովում, շատ շնորհակալ ենք։ Բա եղբայրական երկիր է, համագործակցության համաձայնագիր կա, բայց այդ ամեն ինչը հնարավոր է փոխարինել։ Ու պետք չի հարգարժան պարոն Գալուզինին, հարգարժան պարոն Օվերչուկին ժամանակն է հասկանալու Հայաստանի Հանրապետության այդ շանտաժով պետք չի խոսել։ Нам есть куда деться из подводной лодки։ Պետք չի մեզ այդ շանտաժով խոսել։ Եվ պետք չի Հայաստանի Հանրապետությունում Կրեմլի աղանդի այդ բոլոր վկաներին, իրենց տրոյական ձերին այդքան զինել, չգիտեմ ինչքան դոլարներ, քանի հազար դոլարներ հայտնի ու անհայտ ուղարկել, պետք չի, պարզապես պետք չի գնաց կգնացել է, նույնիսկ իրենց այսպես հավաքած, ծախած ռելսերով գնաց կգնացել է, ժամանակը անցել է Ռուսաստանի, տարածաշրջանը դուրս է եկել բոլորովին նոր ճանապարհ, տարածաշրջանը, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, եւ գուցե շատերի համար հիմա իմ խոսքը արտարոց ինչի, ես իսկապես ուզում եմ, որ J.D. Vance-ի այցը Ադրբեջանում եւս հաջող լինի։ J.D. Vance-ի այցը Ադրբեջանում հաջողությունը պայմանավորելու է Հայաստանի Հանրապետությունում կնքված ձեր հիշատակած փաստաթղթերի եւ պայմանավորվածությունների կատարմանը, որովհետեւ միայն այդպես փոխշահավետ պայմաններում մենք ապահովում ենք խաղաղությունը։ Խաղաղություն հանկարծ չխռովեն դեմքով շուրջ չգան ուրիշ կողմ։ Խռովելու դեմքով շուրջ գալու կարծում եմ արդեն հնարավորություն չկա։ Կարծում եմ արդեն հնարավորություն չկա։ Ամենայն դեպս Ադրբեջանը սեփական ոտքին կրակելու անverջ ցանկություն չունի, ինչպես դա անում են ռուսները։ Ինչպես ռուսները դա արեցին Ուկրաինա մտնելով ու մինչև հիմա չեն կարողանում դուրս գալ, ինչպես ռուսները դա շարունակում են անել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրենց վարած քաղաքականությամբ, որովհետև նստել Մոսկվայում կամ տարբեր մայրաքաղաքներից ասուլիսներով էսովենով Հայաստանի Հանրապետությունը ուղղել սպառնալիքներ են պարագայում, երբ իրենց վարած քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետությունում
որոշակի վերաբերմունքի փոփոխություն առաջացրել Ռուսաստանի նկատմամբ, գուցե Լավրովի տարեքին պիտի լինես, որ չհասկանաս, բայց կարծում եմ Ռուսաստանում շատ ավելի երիտասարդ մարդիկ կան, օրինակ Կիրիենկոն նվազագույնը Լավրովի տարեքին չի, վարչապետ էլ եղել, կարող է այդ ամեն ինչը ընկալել, հասկանալ։ Ռոսատոմն էլ է ղեկավարել։ Դուք ասացիք Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։